Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները մարզային այցերի շրջանակներում այցելեցին Շիրակ, եղան բոլոր համայնքներում ծանոթանալու մարզում կատարվող աշխատանքներին։ Բոլոր համայնքներում շինարարական ակտիվ եռուզեռ է, մի բնակավայրում աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուսում ընթացքի մեջ են, շատ դեպքերում էլ սկսվում են։ Առաջին կանգառը Անին էր, Մահալիկում պատգամավորները ծանոթացան Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում իրականացված շինարարական աշխատանքներին։ Փողոցները նորոգվել են մարզերում հրատապ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նորոգման աշխատանքների իրականացման նպատակին հատկացրել է 279 միլիոն 753 հազար դրամ։ Պատգամավորները մարզպետ Դավիթ Արուշանյանի, համայնքի ղեկավար Աման Սարիբեկյանի ուղեկցությամբ դիտարկել են նաև Անի համայնքի Մահալիկ քաղաքի Շահինյանի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Սուբվենցիոն այս ծրագրի շրջանակներում իրականացվել են Սառնախփյուր, Սարակապ, Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները ևս։ Հյուրերը նաև զրուցեցին անեցիների հետ, լսեցին նրանց հուզող հարցերը։ Այցի շրջանակում հաջորդ կանգառը եղավ Փանիկ բնակավայրը, որտեղ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հետ մարզպետն ու պատգամավորները եղան Փանիկի միջնակարգ դպրոցում։ 12.0-ից արկվող դպրոցներ ունի 20 միլիարդից ավել, 28 հիմնանորոգվող դպրոցներ ունի, բայց տեսակին ձևիկ հիմնանորոգ են, 4 պատը կմնա, այդ 4 մնացածը ամբողջությամբ բույկով, լաբորատորիաներով, համակարգչային սենյակներով, սպորտ տալիչներով։ Դպրոցը վերանորոգվում է տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, այդ նպատակով նախատեսվել է 349 միլիոն 106 հազար դրամ։ Ժողովուրդ ջան, գիտեմ որ իրականում նեղություն է մեկ չեմ, բայց տեսնենք ինչ կենենք, ինչ կսարքենք։ Մենք գիտենք որ վերջում լավ է։ Այո, դու արդեն է լավ, որ սկսել է, վերջացնենք շատ ավելի լավ արդյունքները կքաղենք։ Ժամկետով է դեկտեմբերին գավառի շինարարությունը, դպրոցը տեղափոխվի իրենց 10 process-ը դպրոց, կսկսեն դահլիճի վերանորոգման աշխատանքը։ Այստեղ ևս բնակիչները ներկայացրեցին իրենց խնդիրները, ստացան պատասխանատուների պատասխանները։ Ջրի հարցը կառավարության 26-31 թվի ռազմավարության մեջ ամենաառաջի կետը ջուրն է դրած։ Վարչապետը գցե չի կնա սարերի երկիր։ Ջուր ունեցող երկիրը մարդկանց տուն ջուր չհասնի, ռոռոկման ջուր չունենան։ Մեր ռազմավարության 26-31-ի ռազմավարության ամենաառաջի կետը ջուրն է։ Պատասխանատուների հաջորդ կանգառը Ազատան բնակավայրն էր, Ախորյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ պատգամավորները շրջեցին դպրոցի նոր վերանորոգված մասնաշենքում։ Ազատանի դպրոցն է, ինքը հին մասնաշենք է ունեցել, որը 165 միլիոն ներդրվել հիմնանորոգվել է ու հետևը նոր մասնաշենքն է կառուցվել, միլիարդ 500 միլիոնից ավել ներդրում է եղել։ Այս աչ կողմերը ժողովուրդ արդեն նոր մասնաշենք։ Օրներքը նոր փոփոխված հետեին Այսպես դպրոց սորված երեխեքի Հայաստանը պիտի պատկերացնող պատը չի կարող Աշակերտները ուրախ էին նոր դպրոց ունենալու կապակցությամբ, ասացին ավելի են մոտիվացվել լավ սովորել։ Վոլեյբոլ ենք խաղում, պարան ենք բարձրանում։ Վաղուց եք այս դպրոց հաճախում։ Հա։ Թե այս տարվանից։ Այս տարվանից։ Իսկ նախկինում որտեղ էիք։ Հին դպրոցում։ Դա, իսկ հին դպրոցը լավն էր, թե էս է ավելի լավը։ Սա ավելի լավ է։ Այն դպրոցում չունեինք պայմաններ, այսպես դահլիճ չունեինք, դասարանները վերանորոգված չէին, սովորելու ցանկությունը ավելի մեծացել է, քան նախկինում էր։ Իսկ գնահատականները փոխվել են դեպի բարձր ավելի։ Հա, կան փոփոխություններ։ Պայմանավորված նոր չափորոշիչներով դասաժամերը անցկացվում են ավելի լավ, հարմարավետ ու նոր պայմաններով։ Իսկ ոնց հասկացած եք գերազանցիկ աշակերտ է մոտեցել։ Հա։
ՔՊ ներկայացուցիչները այցելեցին նաև Վարամաբերդի նոր վերանորոգված դպրոց եւ զրոյից կառուցված մանկապարտեզ։ 50 միլիարդ դրամից ավելի շինարարական աշխատանքներ են իրականացվում մարզում, ասաց մարզպետը, սուբվենցիոն ծրագրերով, կառավարության ֆինանսավորմամբ եւ այլն։ Այս պահին լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում, դուք ելերեի նկատեցիք, ոչ միայն գյուղերում են, որտեղ մենք կանգ ենք առնում, այլ նաև ճանապարհահատվածներում եւ շինարարության լայն աշխատանքներ են տարվում։ Գյումրիում Շիրագաձի փողոցով անցանք, չարչարկված Շիրագաձի փողոցը, հիմի տեսնում են մեր բնակիչները, որ աշխատանքներ տարվում է, ի դեպ Շիրագաձի փողոցը ոչ միայն ասֆալտապատման աշխատանքներ են տարվում, այլ նաև հիմի մենք քննարկեցինք շինարարի հետ, որ մայթերն են անում, որովհետև խոսեցինք նաև գազի հետ, ջրի հետ, իրանք էլ միանգամից փոխում են այդ համակարգը, որ հետագայում խնդիր չառաջանա։ Դպրոցների մասով 12 զրոյից կառուցվող դպրոցներ են հիմի մարզում կառուցվում, ընդհանուր 20 միլիարդից ավել, 28 հիմնանորոգվող դպրոցներ են, որի ընդհանուր գումարայինը 6 միլիարդից ավել է, բայց այդ միայն շինարարական աշխատանքներն են, դրանք գումարվելու են նաև են գույքային հագեցվածությունը, լաբորատորիաներ, համակարգչային լսարաններ, ծավալները շատ մեծ են, արտիգում ենք կառուցում, մանկապարտեզների մասով մենք անցյալ տարվա վերջ ավարտեցինք գույքային համալրումը մանկապարտեզների, մարզպետարանը հայտարարել է 3 մանկապարտեզի հիմնանորոգման մրցույթ, արդեն մրցույթային փուլում ենք, ընդհանուր արժեքը մոտ 200 միլիոնի չափ է լինելու եւ նորից նույն հագեցվածությամբ բացի շինարարական աշխատանքներից, 2-ը Գյումրիում, 1-ը Սառնախբյուրում։ Պատգամավորները եղան նաև Ամասիա համայնքի Արեգնադեմ բնակավայրում, որտեղ արդեն շահագործման է հանձնվել դպրոցը, որը կառուցվել է 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում, շինաշխատանքների համար կառավարությունը հատկացրել է 747 միլիոն 567 հազար դրամ։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը CBK-ի հետ զրույցում ասաց, այցի նպատակը մարզերով շրջելը, կատարված աշխատանքներին ծանոթանալն ու բնակիչների հետ հանդիպելն է։ Մենք եղել ենք Անի խոշորացված համայնքում, եղել ենք Արթիկ համայնքում, Ախուրյանում ենք եղել, Ամասիայում ենք, լինելու ենք նաև Աշոցքում, Գյումրիում։ Նախ ամենտեղ մենք տեսնում ենք շինարարական եռուզեռ, սկսած ճանապարհաշինությունից մինչև դպրոցաշինություն, մանկապարտեզների կառուցում, այսինքն մեր հիմնական ուրեմն դպրոցներ եւ մանկապարտեզներ ծրագրի շրջանակներում տեսնում ենք, որ վիթխարի կատարված աշխատանք կա, բայց երբեմն նաեւ կան որոշակի խնդիրներ, որոնք ունեն շտկման կարիք եւ բնականաբար զբաղվում ենք նաեւ այդ խնդիրների հասցեագրմամբ եւ լուծմամբ, ընդհանուր առմամբ բնական քաղաքացիները տարբեր համայնքներում օրինակ բարձրացնում էին ջրի հարցը, խմելու ջրի, ոռոգման ջրի հարցը, որոնք որ օրինակ Արթիկում արդիական էին, որոշ տեղերում աշխատատեղերի խնդիր կա, այսինքն ընդհանուր այն բոլոր խնդիրները, որոնք որ մենք գիտենք, որ հանրապետությունում կա, բայց տեղային մակարդակում գալիս ենք, կոնկրետ սպეციფიկ մակարդակում արձանագրում ենք դրանք, որպեսզի գնանք եւ զբաղվենք դրանց կոնկրետ լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքներով։ Եվ պարոն Կոնջոյան, հասցնում եք կատարված խոստումների հետևից։ Դե գիտեք, կան խնդիրներ, որոնք որ ավելի հեշտ է լուծել։ Կան խնդիրներ, որոնք որ ունեն օբյեկտիվ դժվարություններ, որոնք որ պայմանավորված են այս կամ այն օրենսդրական արգելակներով, այնտեղ մենք ունենք ավելի լայն օրենսդրական բարեփոխումների կարիք։ Սխալ կլինի ասել, որ բոլոր խնդիրները ցանկալի արագությամբ լուծվում են, բայց այն որ այդ խնդիրները արձանագրում ենք եւ համայնքային, մարզային իշխանությունների եւ արդեն կառավարության ու ազգային ժողովի մակարդակներում փորձում ենք դրանց լուծում տալ, դա միանշանակ է։ Եվ այս այցերի նպատակը հենց դա է։ Աշոցքում արդեն համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի ուղեկցությամբ պատգամավորական խումբը հանդիպեց բնակիչների հետ, նաև ծանոթացան կենտրոնական հրապարակի, Աշոցքի առաջին փողոց առաջին անցուղու եւ 5 բազմաբնակարան շենքերի պակերի ասֆալտապատման աշխատանքներին։ Այցելեցին դպրոց, որը վերանորոգվում է կառավարության տրամադրած 97 միլիոն 680 հազար դրամ գումարի շրջանակներում։ Դպրոցի տնօրենն ասաց, որ վերջին շրջանում տենդենսները փոխվել են եւ երեխաների թվականակը սկսել է աճել դպրոցում։ Եվ ծնողների եւ աշակերտների, ասենք, հիմա համալրվել է, արդեն ծնողները ունեն աշխատանք,
ինչքան որ հնարավոր է աշակերտները եւ մշակույթի տանը եւ երաժշտական դպրոցում զբաղվածությունը ապահովված է եւ սպորտային եւ մշակութային։ Օջորի բնակիչ եմ, դա այն Սարի թաղի վրա գտնվող Սարի թաղն է, դուք գիտեք թաղամասը, երկրաշարժից հետո բնակիչներին տեղափոխեցին ժամանակավոր կացարան, փայտե ժամանակավոր կացարան, բայց ցավոք արդեն 35 տարի է մենք ապրում ենք այդ կացարաններում, ահա որ վիճակ է, ուղղակի ուզում էի տեղեկություն իմանալ այդ աշխատանքները որ փուլում են, էլի գտնվում։ Կոճորի մասով քաղաքաշինության կոմիտեն է զբաղվում եւ հիմա քանի որ նմանատիպ թաղամաս կա նաեւ Ստեփանավանում արդեն նույն թաղամասն է, նույն նմանատիպ էլի փայտե Ստեփանավանում սկսել են այդ խնդիրը։ Ստեփանավանում այո լուծվել է, քաղաքաշինության կոմիտեն ասեց, որ հիմա ընթացքի մեջ է կոճորը, հաջորդիվ արդեն կոճորն լինելու, ամենայն հավանականությամբ 2026 թվականին արդեն նախագիծը ունենան, այո 26-ին ու նույն 26-ի մեջ կամ 27-ին արդեն կսկսվի շինարարությունը, Ժողովուրդ ջան։ 26 սեպտեմբերից Այո, ունենք ճաշարան, շատ լավ գործում է, 120 աշակերտ ծնվել է, Մակի բարեկամ, մարզադալի, ճաշասենյակ, հանդիսությունների դալիճ, հիմա լաբորատոր ֆրուկտով էլ է պատրաստվում հագենալ, այո, քիչ առաջ մենք մարզագույք ստացանք, հենց այսօր, ձեր գալուց առաջ, ձեր ոտքերը խերով են, և շատ ուրախած եմ, պարբերաբար համալրվում է։ Իսկ վերջին կանգառը մարզկենտրոնն էր, Գյումրիում պատգամավորները այցելեցին թիվ 19 դպրոց, ծանոթացան աշխատանքներին, շինարարը խոստացավ մինչև տարեվերջ ավարտել վերանորոգման աշխատանքները։ Ես կզանգեմ Ես սրատակի բանը մենեցել եմ։ Այս դեկտեմբերի 20-ը մինչև չեք կարող։ Օրն ամփոփվեց ԿՊ գրասենյակում։ Աշխատանքի շատ քիչ մասն են տեսել մեր գործընկերները, մենք էլ չենք գնացել այն ամենահեռավոր գյուղերը, որտեղ նույնիսկ 30-40 բնակիչ ունեն, բայց ի պատիվ մեզ բոլորիս մեր կառավարությունը այդ գյուղերում եւս ներդրումներ ունի, արված կառավարության միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով այդ գյուղերում եւս աշխատանքներ են տարվել, եւ որպես այդպեսի մեր համար կարեւոր չէ թե գյուղը քանի բնակիչ ունի։ Մենք շատ լուրջ աշխատանք ունենք թեմերը սենելու, 26 թիվն է, այդ ընտրությունները մեր իշխանությունը պահելու համար չէ, այդ ընտրությունները ժողովրդի իշխանությունը պահելու համար է, Հայաստանի Հանրապետությունը պահելու համար է։ Մենք բոլորս պետք է մեր գլուխները բարձր պահենք եւ հպարտ լինենք, որ մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներն ենք, որովհետեւ Եվ ես սա չեմ ասում, որովհետև դա մենք ենք դրա համար, որովհետև երբ որ օրինակ ես այսօր քայլում էի Անի Մարալիկում, ես հիշում էի, որ ես տարիներ առաջ Մարալիկում քայլում էի եւ չեմ ուզում, որ որևէ մեկը ասենք այդ բառին նեղսրտի, բայց մի տեսակ ոնց որ ուրվական քաղաք լիներ տարիներ առաջ Մարալիկը։ Այսօր Մարալիկը գույն է ստացել, այսօր Մարալիկում մեր Ղարամանյան Նարեկը համարյա արդեն մտածում է տեղափոխվի Մարալիկում ապրի, ասում է սա հրաշալի ապրելու քաղաք է։ Նույնը վերաբերում է Աշոտկին, նույնը վերաբերում է բոլոր քաղաքներին։ Մենք այսօր այցելեցինք դպրոցներ, մանկապարտեզներ, եւ այդ դպրոցներն ու մանկապարտեզները ես վստահաբար ասում եմ, Երևանի կենտրոնի երեխաները կերազեն այդ դպրոցներում, մանկապարտեզներում գնան դասի։ Հանդիպումն ավարտվեց հարցը պատասխանով։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։